disaster. Աղետ է, մի բառով Զվարթնոց օդակայանում իրանցիները նկարագրում են իրավիճակն իրենց հայրենիքում։ Շատ իրանցիներ վախենում են տեսախցիկի առաջ խոսել, խուսափում են անգամ մի քանի բառ ասել։ Հայաստանում կմնան որոշ ժամանակ իրանցիները, մինչև հասկանան իրենց երկրում ինչ է լինում։ Իրանում ավելի քան 2 շաբաթ շարունակվող բախումների ընթացքում եզակի շանս են ստացել այս մարդիկ երկրից դուրս գալու։ Հարյուրավոր չվերթներ են հետաձգվել վերջին օրերին։ Այսօր երեկոյան Թեհրանից Երևան ուղևորված օդանավը լեփլեցուն է եղել։ Ահագին թուրիստներ բան է քանսել է, արաբական ու եվրոպական թուրիստներ շատերը քանսել են այդ թուրիստները, բայց Պարսկաստանի ու Ղաթարի թուրիստը կար, բայց այնքան շատ բան չէ, վիզի չէր էրպորտը։ Իրանահայ այս տղամարդն իր աչքերով է տեսել ամբողջ սարսափը մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններով։ Հնարավոր չէր այս օրերին Իրանի մեծ քաղաքներում տնից դուրս գալ ու փորձանքի չգալ։ Օրը ցերեկով զինված մարդիկ են քայլել փողոցներում։ Կրակ են տվել մեքենաներ, շենքեր, ապակիներ, կոտրել, ջարդը։ Մարդիկ է խորհրդել որ մարդիկ են մահացել են, սպանվել են։ Բայց թիվը ոչ չի իմանում, ինչքան քանի է թիվը։ Իրանցիներն են այրում իրենց մզկիթները, բանկերը, ողջակիզում բուժաշխատողների, իրավապահների։ Խելքին մոտ չէ իրանահայերի խոսքով։ Կարծում են ուրիշ պետություններից են ահաբեկչական խմբեր գործուղել Իրան։ Որոշ խումբեր կան, որ այդ գործեր անում են, որ խառնել երկիրը։ Դա չէ, ժողովուրդը երիտասարդ երեխեք են, ոչինչ չկա այդները, որ բանկերի ջարդեն, չգիտեմ, շենքերին արձակվեն կրակ տան։ Որ տնտեսական իրավիճակը ծայրահեղ ծանր է մեր հարևան պետությունում, միանշանակ է, ասում են Զվարթնոց օդակայան ժամանած մարդիկ։ Բայց աղքատները չեն հիմա փողոցում, նրանց որտեղից թանկարժեք զենքեր, փամփուշտներ։ Չեն կարողանում ապրել։ Սովորական ժողովուրդը արդեն չեն կարողանում ապրել։ Բայց իրականության մեջ այդ ժողովուրդը չեն կրակում, որտեղ ոչինչ չունեն որ կրակեն։ Կամ այդ ուժը չունեն, որ այդպես կարողանան կրակ տան կամ շենքերը ջարդեն։ Այդ ավելի շատ ուրիշ մարդիկ են, որ եկել են խառնվել այդ գործն անում։ Իրանահայ այս տղան հիմա Երևանում է ապրում։ 125 հոգու համար ինչ-որ բանով օգուտ լինեմ։ Վերջին օրերին ինտերնետի բացակայության պատճառով Իրանում ապրող շատ մարդիկ չեն կարողացել խոսել իրենց հարազատների հետ։ Ինքն է փորձել տեղեկություն հասցնել։ Եղել է կին, որ հղի այել է, ասել է ծնողներիս ուղարկեք, որ երեխան ծնվել է, անհոգ ելնեն, որտեղ ենթադրում եմ իրանք, որ չգիտեն ինչ ա եղել, շատ ավելի կարան տխուր լինեն։ Իրանում վերջին օրերին սպանված 2 հայի մասին տեղեկություն ունեն այս մարդիկ։ Նրանցից մեկը 22 տարեկան է։ Գայանե Մովսիսյան, Հայկ Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։